Վահանաձև գեղձի աշխատանքը, ինչպես շատ պերիֆերիկ էնդոկրին գեղձերի աշխատանք, կառավարվում է կենտրոնական հիպոթալամո-հիպոֆիզար համակարգով, որը գտնվում է մեր գլխուղեղում։ Կենտրոնն է, մեր էնդոկրին համակարգի կենտրոնն է հիպոթալամո-հիպոֆիզար համակարգը։ Եվ կենտրոնական հորմոնը, որը ղեկավարում է, դրդում է, որոշում է վահանաձև գեղձի աշխատանքը, ուժեղացնի, թուլացնի ըստ պահանջի, թիրեոտրոպ հորմոնն է, որը իր հերթին կարգավորվում է ավելի բարձր գտնվող, այսպես ասած, կառույցի կողմից ասած, տիրեոտրոպին ռիլիզինգ հորմոնով։ Եվ մենք ունենք, ինչպես ասում ենք, փոխադարձ բացասական կապ։ Այսպես քշերքի նման է, եթե պետք է շատացնել վահանաձև գեղձի հորմոնները, տիրեոտրոպ հորմոնը բարձրանում է, դրդում է վահանաձև գեղձին, նա արտադրում է շատ հորմոններ, հենց նրա արտադրած հորմոնները հասնում են բավարար քանակի, որը պետք է մարդուն, տիրեոտրոպ հորմոնը զգում է դա, իջնում է եւ այսպես քշերքի նման, որը կոչվում է հետադարձ բացասական կապ։ Եվ եթե այս համակարգը գործում է առողջ է, գործում է իդեալական, աշխատում է մեր վահանաձև գեղձը, արտադրում է այնքան հորմոն, ինչքան որ մեզ պետք է։